Ինչ նպատակով եք այստեղ հավաքվել, ինչ եք կարծում այն պահանջը, որ ներկայացնում են բնակիչները, որքանով կհասնի իրականության։ Դե պետք է հասնեք իրականությանը, որովհետև որպեսզի խոչընդոտը վերացնեք այս գյուղի։ Այս վիրուսա մտած այս գյուղի մեջ։ Ախտոյան ընտանիքին եք։ Այո։ Դուք 44 օրյա պատերազմում։ 22 թվի։ Հա, ուղղակի հիմա տեսեք, նաև 44 օրյա պատերազմում անհետ կորած համարվողի բաղարազատներից Արսեն Ղուկասյանին են ձերբակալել, այս իրավապահ համակարգը, որը ընդունակ է նման մարդու ձերբակալել, իրենից հնարավոր է սպասել արդար քննություն։ Ոչ։ Չեք կիսում այն Այս վարկածով։ իշխանությունից լավ բան մի սպասեք։ Վատը միայն։ Իսկ պարոն Գրիգորյանին դուք անձամբ ճանաչել եք։ Այո։ Ինչ կպատմեք իր մասին։ Շատ լավ։ Մարդ տեսակ, որ կարամ ասեմ, ես ճանաչել եմ մենակ իրան, որպես մարդ։ Եթե ուզում եք ճանաչեք մարդ, իրան պետք է ճանաչեք։ Շփվեք։ Իսկ ախտայանների ընտանիքի հետ ինչ որ առնչություն։ Ոչ, առաջնություն ոչ մի տեսակ, բարև բալուս, այդքա բան։ Ոչ մի, ասեք, տես խնդիր չեմ ունեցել, ես իացել։ Լարվածությունը գյուղում շարունակվում է։ Բա ինչ կանի, քրուն ջան։ Հələ բավոն հետ վերադարձան, ավելի վատին սպասեք։ Իսկ ինչքանով որ ճանաչել եք ախտայաններին, նրանք ընդհանրապես շահարից ընտանիք են իրենց բնույթը։ Դե ես տես չեմ շփվել իացել, չեմ կար ասեմ իր ձևի ընտանիք հետ։ Իքը որ գյուղապետ ա եղել, ես երեխից դեպքով եմ ճանաչել իաց։ Գրիգորյանների ու Ախտայանների լարվածությունը վաղուց է եղել։ Ես կասեի սա այս իշխանավորների հետևն է, իշկա։ Այս լարվածությունը սաղ իրակ է ստեղծում։ Որտեղ Գրիգորյանը դες ազնվորություն էր, որ մենակ լավն էր կարող անել։ Վատ չէր անում։ Իսկ իրանք ուզում էին միշտ իրաց կողմը թեքել Գրիգորյանը, ինքը տղետ չէր, որ թեքվել էր իրաց կողմը։ Նույն ձեր ասած իշխանությունները իրար հերջ տալով սկսեցին ասել, որ դա վենդետա էր։ Ինչ վենդետա։ 20 տարեկանս չի ճանաչել Վալոդիային։ Մեր Գրիգորյանը չի ճանաչել, մոտիկից է չի ինչի սպանեց Գրիգորյանին։ Բայ չէր։ 20-ամյա նշեցիք, որ չեր ճանաչում, իսկ դուք իրեն ճանաչել եք։ Այդ երեխուն, ասեք ացեց, արելատեց, թե չէ որպես։ Այսինքն ինչ եք ասում, նա ընդունակ էր նման քայլերի։ Դե որ ուղեղը լվացել են, ինչ ասեմ, սկի ծառայացել չէր էլի։ Вообще դրանց թվի биш ծառայացուր է։ Բաբայի փեշի տակ մեծացան, իմիսեց վենդետաներ են անում, հա։ Բացառվում այդ վենդետա չէր։ Դուք ինչ խոսք ունեք իշխանությունների։ Ամենավատ խոսքը իշխանություններին, այսօրվա։ Այս Նիկոլին։ Թող հեռանա։ Թող այս երկիրը չփոխել։ Ասում եմ, եթե ժողովուրդը դուրս գա փողոց ու պահանջի իմ հեռանալը, կհեռանամ։ Թե կձերբակալվի այդ ժողովուրդը, կապը ջարդվի։ Էտա, այս բերետների, սաղին, պոսպաղող տղերքի կոպեկներա տալի, բերետների միլիոններա տալի։ Էտա իա ճիշտը։ Ժողովուրդը ասպա տուգակի բացերալ չի, սաղի տուգանը բա։ Այս իաս թիպ չի, որ ղեկավար ես երկիրը։ Էսի թուրքասպանա տարում եզի։ Այսինքն նաև դեպքը կապում եք Փաշինյանի ոչ պատշաճ ղեկավարման հետ։ Այո, ամիջապես իքը կապ ունի։ Ես խմբի հետ։
Շնորհակալ եմ։ Հասցրեք։ Ես առանց միկրոֆոնի կարամ դեպես։ Զովա զիվորի հայր դեպես։ 22 թվին երկիտ հադուp տղես սովելա։ Թուրքերի ջարդը տալով ու չի դահաջել։ Ընդհանրապես։ Աստոյ։ Հիմա ասում է Ալիևի հետ ընկերացել են, ընկերներ են, խաղաղության օրակարգ է կարգ։ Թուրքերի չէ գերանալ, այ քուրջան։ Թուրքովա որ մեկը գերանակ Թուրքի հետ։ Թուրքովա որ գաստի ամրի։ Իմ դրա դեպը գա թուրք մը, դա։ Ես կարամ ավրեմ։ Խալեն Սիմոնյանը չբացառեց, ասում է մոտ ապագայում հնարավոր է Երևանի խանութներում Բաքվից բերած ապրանք։ Պայ կամիք հետա թուրքերի ամրի։ Ստեյս թողեթա Թուրքիա ամրը։ Ադրբեջան թողեթան ամրը, լավ է զգմիակ։